հայ առաքելական եկեղեցին եւ պետությունը իր պետական ատրիբուտիկայով ուղղակի կարճ միացում են տալի։ Այսօր ինձ հարցնում են ինչի կողմնակիցն եմ ես։ Իհարկե ես հզոր պետության կողմնակիցն եմ, իսկ հզոր պետությունը այսօր որ նայում ենք որ երկիրն է հզոր պետություն։ Առաջինը Միացյալ Նահանգներն է, երկրորդը Չինաստանն է, երրորդը կարելի է համարել Ճապոնիան, որպես տեխնոլոգիա մարդկության տալով իր թե գիտելիքներով, թե նոր դարաշրջանը։ Ինչի համար? Որտեվ իրանք կրոնի վրա հիմնված չեն։ Իրանք հիմնված են ազատության վրա, Միացյալ Նահանգները։ Երբ որ Նագասակի Հիրոսիմա Ճապոնիայի վրա եղավ, իրանք մտածեցին եվրոպական օրիենտացիա եկալը Միացյալ Նահանգների եւ իրանց ընտրին։ Աշխարհում 4 ազգ գոյություն ունի։ Ջուհուդները իրանց մոտ յուդաիզմը, հնդիկները իրանց մոտ ինդուիզմը, չինացիների ու ճապոնացիների մոտ էլ սինտոնիզմն է, իրանց բուդդիստական տրակտերի չափանիշների մեջ ձևափոխված ատրիբուտիկաներն է։ Եթե մենք հայ ենք, մի հատ քարտեզ չկա, որի վրա գրված է լինի Հայաստան, Արմենիա սովորաբար գրած, ու մենք արմենիզմը քարոզանք։ Ի՞նչ է նշանակում արմենիզմը։ Արմենիզմը երբ որ մարդ Կանադայում տոլմայ է ուտում, հայավարի է մտածում, դոկտրինա պիտի ունենանք, հազարամյակների դոկտրինա պիտի ունենանք։ Ազգը զարգանում է առաջ գնալով, ոչ թե հետ գնալով։ Մենք հետ ենք գնում, պարծենում ենք 301 թվին մենք քրիստոնեություն ենք ընդունել։ Եկեք 2026 թվին ընդունենք արմենիզմ, այն ինչ որ արին ճապոնացիները, դինտոնիզմ ընդունեցին, սինտոնիզմ ընդունեցին, հрьяաները յուդաիզմը, մենք արմենիզմ ընդունենք։ Եթե չգիտեք դա ինչ է, հարց տվեք, ես ձեր հարցերին կպատասխանեմ։ Այդ դեպքում ոչ թե ծովիստով Հայաստանը մերը կլինի, այդ դեպքում սա աշխարհին մենք պետք կլինենք, իսկ քանի դու աշխարհին պետք չես, դու ոչնչություն ես։ Ինչ ենք մենք այսօր աշխարհին տալի։ Հետանոսական դարաշրջանում եգիպտացիներին պողպատից թուր էինք տալի, մի թուրը 10 ոսկով փոխում էինք, ոսկուց թուրը դնում էինք կշեռքի վրա, մի հատ պողպատի թուրը 10 ոսկի թուր արժեր, այդ էինք տալի, ձուլարաններ ունեինք։ Ով էր մեզ տվեց գիտությունը, ասում են անանուտիները, Աստված գիտի, ես այդ դարաշրջանում չեմ ապրել։ Իհարկե կրոնը կարևոր է, բայց միջև քրիստոնեությունը մենք ունեցել ենք Հայկին, որը հաստատ քրիստոնյա չի եղել, Տիգրան Մեծին, որ նույնպես քրիստոնյա չի եղել, Վահագնին, Անահիտին, Ծովինարին, մենք ու հետ չեն գնալու, քրիստոնեությունն էլ է շատ ցավալի է, բայց դա արդեն 301 թվին է եղել, մենք նոր դարաշրջան ենք գնում, ու նոր դարաշրջանը կոչվելու է արմենիզմ։ Ես անձամբ դա հռչակել եմ 14 թվին կոմանդոսի հետ դոսաֆուն, շատ հայորդիներ են եղել, շնորհակալություն։